Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Գարեգինբան այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Ես կարծում եմ հայրաքելական եկեղեցին ինձ համար թանկ է, ես հայրաքելական եկեղեցու հետևորդ եմ, եղել եմ երիտասարդաց միության ատենապետ ու հայրաքելական եկեղեցու ավանդույթներն ու արժեքները ինձ համար շատ թանկ են։ Ես կարծում եմ, որ վեր հայրապետը ինչ-որ մենք ներկա պահին ունենք, արժանի չէ վեհապերեք գահին։ Իսկ այն ինչ-որ մեկը, որ կուզեիք լինել, մանավանդ որ ասացիք ծանոթ եք այդ համակարգին։ Չէ, ես չեմ կարող ու իրավասու չեմ ես ինչ-որ մեկի տեխնացություն առաջարկեմ, բայց վստահ եմ, մեր հայրաքելական եկեղեցին ունի շատ արժանի հոգևորականներ, ովքեր հավատարիմ են իրենց ծառայությանը։ Ինչ եք կարծում, Գարեգինբան պետք է կրկին շարունակի մնալ որպես կաթողիկոս։ Երևի թե ոչ։ Իսկ այն ինչ-որ մեկը, որ իր փոխարեն կուզեիք տեսնել։ Չեմ ճանաչում։ Իսկ ինչպիսին պիտի լինի ձեր պատկերացմամբ նորմալ կաթողիկոս։ Ոյ, իսկական հավատացյալ։ Ինչ եք կարծում, Գարեգինբան պետք է շարունակի մնալ որպես կաթողիկոս։ Ոչ։ Եվ կասեք ում եք տեսնում իրեն փոխարինող։ Կա ինչ-որ մեկը, Ինչի մանամ այդ ընդհանրապես այդ եկեղեցում այդ մասով ոչ մեկի չեմ տեսնում, չգիտեմ։ Ոչ մեկ նորմալ չեն։ Իսկ ձեր պատկերացմամբ ինչպիսին պիտի լինի իրական քրիստոնյա լավ կաթողիկոս։ Չունենա բիզնես, ամուսնացած չլինի, չունենա երեխաներ, ինքը լրիվ նվիրված լինի եկեղեցուն, ոչ թե բիզնեսին։ Այդ ճիշտն ասած չեմ ուզում խառնվեմ այդ հարցերի մեջ, ուրիշ հարցերն էլ կպատասխանեի։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Գարեգինբան այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Համաձայն չեմ։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Գարեգինբան այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Ես հեռու եմ եկեղեցական։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Գիտեք ինչ, ես հավատում եմ իմ Աստծուն, գնում եմ առաքելական եկեղեցի, միայն այդքանը, բայց ուրիշ բաների մեջ չեմ խորանում, էլի։ Իսկ եթե վարչապետը գտնում է, որ ասենք թե սխալ է կաթողիկոսը, ուրեմն սխալ է ինձ թվում է։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Գարեգինբան այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Ապրես, այո, համաձայն եմ։ Իսկ այն ինչ-որ մեկը, որին տեսնում եք կաթողիկոս։ Համենայն դեպս ոչ իրեն, ոչ են Լեննականցուն, Աջապահյանին, այդ կարգի։ Իսկ ձեր պատկերացմամբ իրական կաթողիկոսը ինչպիսին պիտի լինի։ Դե նորմալ Վազգենի պես, Վազգեն առաջինի պես, որ ժողովուրդը հարգի սիրի։ Այդպես տեխնացու։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ Գարեգինբան այլևս չի կարող լինել կաթողիկոս։ Այո։ Ըստ ձեզ Գարեգինբան պետք է շարունակի մնալ որպես կաթողիկոս։ Եվ կասեք ում եք տեսնում նրան փոխարինող։ Ոչ մեկին։ Իսկ ինչպիսին պիտի լինի ձեր պատկերացմամբ իսկական կաթողիկոսը։ Նորմալ։ Էդի կաթողիկոսը ընտանիք ունի, խանութներ ունի, հիվանդանոցներ ունի, սիրածներ ունի։ Եկեղեցին հարգում եմ, ընդունում եմ, բայց իրան ոչ։ Եկեղեցին սրբություն է, բայց այդ աշխատողները սրբություն չեն։ Աշխատողները ուրիշ մարդիկ են։ Իսկ եկեղեցին ոչ բոլորը, այո, միանշանակ ոչ բոլորը այնքան լավ եկեղեցական աշխատողներ ունենք, մեր տեր հայրերը, որ գացենք սուրբ ձևը մեզի մոտիկանում են։ Բայց կան եկեղեցականներ մինակ բիզնեսով են աշխատում։ Դե հիմա ես ասենք ես եկեղեցի գնում եմ, մոմ եմ վառում, դուս եմ գալի, բայց այդ եկեղեցական տեր հայրերին ընդհանրապես մոտիկ չեմ գնում, ոչ էլ իրանց դիմում եմ, որտեղ ես գիրամ, իրանց սրբությունը փողն է։ Ինչ եք կարծում, Գարեգինբան պետք է շարունակի մնալ որպես կաթողիկոս։ Չեմ կարող ասել։ Բայց դա մենք ենք ընտրելու։ Մենք չենք ընտրում։ Որպես քաղաքացի ձեր կարծիքը կարևոր է։ Համենայն դեպս ես հայկական եկեղեցու կողմից եմ ու պիտի լինի ոնց գնում է։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։